Առաքյալները հավաքվեցին Հիսուսի մոտ եւ նրան սկսեցին պատմել այն ամենը, ինչ որ արել էին եւ ուսուցանել։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Եկեք դուք առանձին միամայի տեղ եւ հանգստացեք, որովհետեւ գնացող եկողները շատ էին եւ նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեին»։ Եվ նրանք նավակով հեռացան միամայի տեղ, սակայն ճանապարհին շատ շատեր տեսան եւ ճանաչեցին Հիսուսին, ու տարբեր գյուղաքաղաքներից խուռներամ հետիոտն վազելով գնացին եւ մոտեցան Հիսուսին ու աշակերտներին։ Երբ Հիսուս նավակից դուրս ելավ, իր առջև տեսավ մարդկային մեծ բազմություն եւ գթաց նրանց, որովհետեւ նման էին ոչխարների, որոնք հովիվ չունեին, եւ սկսեց նրանց շատ բաներ ուսուցանել։ Եվ շատ ժամեր անց աշակերտները մոտեցան Հիսուսին ու ասացին. «Վարդապետ, արձակիր այս մարդկանց, քանի դեռ օրը չի վերջացել, որպեսզի գնան եւ մոտակա գյուղաքաղաքներում ու ագարակներում իրենց համար ուտելու բան գտնեն, որովհետեւ այստեղ ուտելիք չկա»։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Դուք նրանց ուտելիք տվեք»։ Եվ ասացին Հիսուսին. «Գնանք, գնենք 200 դահեկանի հաց եւ բերենք տանք իրենց ուտելու»։ Եվ Հիսուս հարցրեց նրանց. «Քանի նկանակ ունեք, գնացեք եւ տեսեք»։ Եվ երբ իմացան, ասացին Հիսուսին. 5 նկանակ եւ 2 ձուկ։ Եվ Հիսուս հրամայեց, որպեսզի մարդկանց բազմությանը նստեցնեին 10 դալար խոտի վրա։ Եվ ապա երբ նստեցին տեղ-տեղ 100, տեղ-տեղ 50 խմբերով, Հիսուս վերցրեց 5 նկանակներն ու 2 ձուկը եւ աչքերը երկինք հառելով օրհնեց, մանրեց նկանակները ու տվեց աշակերտներին, որպեսզի դնեն նրանց դիմաց։ Նույնպես եւ 2 ձուկը տվեց նրանց։ Կերան ու հագեցան եւ աշակերտները 12 սակար լիքը նկանակների կտորտանքներ հավաքեցին, ինչպես նաեւ ձկներից։ Եվ նրանք, որ կերան, շուրջ 5000 հոգի էին։ Մարկոսի ավետարանի 6-րդ գլխում ավետարանիչը մեզ Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությունից առաջ եւ հետո ներկայացնում է առաքյալների քարոզչության կերպը, այն պատգամները, որ Քրիստոս տվեց իրենց, թե ինչպես պիտի գնային քաղաքները, մտնեին, քարոզեին, ինչ պիտի վերցնեին ճանապարհին իրենց համար, ինչպես պիտի վերաբերվեին նրանց, ովքեր իրենց ընդունում կամ չէին ընդունում։ Այս պատմությունից անմիջապես հետո Հովհաննես Մկրտչի բանտարկությունն ու գլխատումն է եւ սրան հաջորդում է նորից աշակերտների եւ Քրիստոսի շփումը։ Աշակերտները քարոզչությունից արդեն վերադառնում են եւ գալով Քրիստոսի շուրջը խմբվելով սկսում են ուրախությամբ պատմել այն ամենը, ինչ որ արել են, այն ամենը, ինչ որ քարոզել են։ Եվ Հիսուս իրենց լսելով ուրախության մեջ թերևս եւ իրենց մասին մտածելով, առաքյալների մասին մտահոգվելով, ասում է, որ եկեք դուք առանձին միամայի վայրում, որպեսի հանգստանաք, առանձնանանք մի փոքր, որպեսի հանգստանանք, որովհետև հաց ուտելու ժամանակ նույնիսկ չկար։ Ավետարանիչն ասում է, որ գնացող եկողները այնքան շատ էին, որ հանգիստ չէին կարող նստել հաց ուտելու։ Որպես հոգևորական, որպես քարոզիչ մեկը կարող եմ ասել, որ յուրաքանչյուր քարոզիչ Քրիստոսի խոսքը տարածող յուրաքանչյուր մեկը հանգստանալու կարիք ունի։ Բայց այս հանգիստը պարապության մատնվել չի նշանակում, այլ այս հանգիստը մի պահ դադար առնելն է, մի դադար, որի ընթացքում լռության մեջ դու փորձում ես ամբարել նոր հոգևոր ուժ, լիցք, հոգևոր նոր գիտելիքներ, Աստծո հետ շփման մեջ առավել հարատևություն ձեռք բերել ու լիցքավորված, զորացած շարունակել քո առաքելությունը։ Եթե նայենք եկեղեցու փորձառությանը, ապա կտեսնենք, որ առաջին շրջանում քրիստոնեության հենց 3-4 դարերից սկսած առաջացան անապատական շարժումները։ Մարդիկ թողնում էին քաղաքները, թողնում էին ամբոխը, խորներան բազմությունը մարդկանց, անցուդարձը, շարժը, խոսակցությունները, այդ ամբողջ Երուսաղեմը քաղաքի թողնում էին եւ հեռանում էին անապատները։ Ինչու՞։
ոչ թե փախչում էին աշխարհիկ գայթակղություններից, քավլիցի անապատում ավելի մեծ գայթակղություններ կային, բայց տարբեր պատճառներից մեկը նաև անապատ գնալու մի ամայի վայր գնալն էր, մի ամայի վայր, որտեղ որ դու ոչինչ չունես, որ քեզ կարող ես զբաղեցնել, որտեղ որ դու լրիվ պարապության մեջ ես, մի պարապություն, որ դատարկ չէ, որտեղ դու Աստծո զորությունը ու ներկայությունը կարող ես զգալ։ Ուրեմն այս էր, որ Քրիստոս կոչ արեց առաքյալներին, եւ սա է նաև պատվիրում մեզ այսօրվա բոլոր հավատացյալներին ու հատկապես քարոզիչ անձանց։ Բայց երբ Քրիստոս նավակով աշակերտների հետ միասին, առաքյալների հետ միասին փորձում էր անցնել լճակի մյուս ափը, հարևան գյուղաքաղաքներից մարդիկ տեսնելով ճանաչեցին Քրիստոսին, ճանաչեցին նաև առաքյալներին ու գնացին իրենց հետևից։ Խուռներան բազմություն, ասում է, վազելով հետիոտն գնացին եւ հավաքվեցին Քրիստոսի շուրջ։ Ու երբ Քրիստոս նավակից դուրս եկավ, տեսավ մի մեծ բազմություն, որ նման էր հովիվ չունեցող ոչխարների հոտի, որ նման էր առաջնորդ չունեցող մարդկանց, գթած նրանց, ողորմած նրանց եւ շատ բաներ սկսեց խոսել, վարդապետել, քարոզել իրենց, սկսեց ուսուցանել։ Ուրեմն, եթե այս օրինակը մի պահ առավել նուրբ հոգեբանական տեսանկյունից դիտարկելու լինենք, նայեցեք, մարդը ուզում էր հանգստանալ։ Մարդը ուզում էր մի պահ առանձնանալ, որպեսզի իր աշակերտների հետ լիներ։ Քրիստոս թողնում է այս ամենը, վեր է կենում եւ սկսում է խոսել։ Նույնն է նաեւ հոգեվորականի կյանքը, նույնն է նաեւ քարոզչի կյանքը, այն մարդու կյանքը, ով որ Աստծո խոսքը քարոզելու, Աստծո խոսքը տարածելու առաքելություն ունի։ Կապ չունի, գիշերվա ժամը 3-ին է, թե առավոտյան շատ շուտ է, իր հանգստյան կոչված ժամանակ է, արձակուրդի ժամանակ է, թե երբ է։ Եթե Աստծո խոսքի կարիք ունեցող մեկը կա, որ մխիթարության կարոտ է, եթե մեկին խոսելու, գոտեպնդելու, հավատքի մեջ քաջալերելու առիթ կա, մենք Քրիստոսի օրինակին հետևելու սրբազան պարտավորություն ունենք, այլ ընտրանք չունենք։ Ավետարանիչն ասում է, որ երբ շատ ժամեր անցան, եւ շատ ժամեր ասելով 1, 2, 3, 4 կամ 5 ժամ չէր, մեկնիչների մեծ մասը համոզված է, որ նույնիսկ 1 ամբողջ օր էր անցել։ Քրիստոս խոսեց ու հաջորդ օրն էլ քարոզեց, վարդապետեց եւ Աստծո խոսքի ծարավն ունեցող այս բազմությունը, ժողովուրդը հավաքված լսում էին Քրիստոսին։ Բայց ահա երկար ժամեր, շատ ժամեր հետո առաքյալները իրար անցած գալիս են եւ Քրիստոսին ասում են, որ վարդապետ թող որ գնան այս մարդիկ, որովհետեւ ուտելու բան չկա, որովհետեւ ոչինչ չկա այստեղ, ամայի վայր է, թող գնան գոնե գյուղաքաղաքներից այստեղ մոտիկ ագարակներից գնեն ինչ որ բան եւ ուտեն։ Բայց այստեղ Քրիստոս պատասխանում է եւ տալիս է շատ կարեւոր հոգեվոր մի դաս, որը որ եկեղեցուն պիտի հիշեցնի, որ իր շուրջը համախմբված հավատավոր անձինք, իր մարմինը կազմող հավատավոր անձինք, ոչ միայն հոգևոր սնունդ պիտի ստանան եկեղեցուց, այլ նաև շատ անգամ նաև աշխարհի նյութական, ֆիզիկական աջակցություն պիտի ստանան եկեղեցուց, ինչպես որ շատ անգամ եղել է, ինչպես որ այսօր էլ շարունակվում է սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով։ Եվ Քրիստոս ասում է, դուք նրանց հաց տվեք, մի ասացեք, թե թող գնան ուրիշ գյուղաքաղաքներից, ավաններից, ագարակներից ուտելիք գտնեն, դուք տվեք նրանց հաց, ինչ որ ունեք այդ տվեք։ Եվ առաքյալների պատասխանը, եթե դառնանք այն ժամանակվա դրամի արժեքը տեսնենք, պարզ է, որ մտահոգիչ հարց էր իրենց մոտ։ Իրենք հարցնում են, Տեր, գնանք 200 դահեկանի հաց գնենք եւ տանք իրենց ուտեն։ Բազմությունը մեծ էր։ Մեկ դահեկանը մի աշխատավոր մարդու մեկ օրվա աշխատավարձն էր։ 200 դահեկանը մոտավորապես տարվա կեսի չափով կես տարվա աշխատավարձն էր, որ նույնիսկ այդքանը չէր բավականացնի։ Եթե այդքան դրամի հաց գնեին, առաքյալները վախենում էին, որ չէր հերիքացնի։ Եվ Քրիստոս իրենց թերահավատության վրա թերևս մեղմիկ ժպտալով ասում է, որ ինչ ունեք, ձեզ մոտ ինչ կա, որքան հաց ունեք, գնացեք, տեսեք ինչ ունեք, ինձ ասացեք։ Եվ երբ նայում են, ասում են, որ ընդամենը 5 նկանակ եւ 2 ձուկ ունենք, վարդապետ։ 5 նկանակ կոչվածը փոքրիկ գարե հացեր էին սրանք, մեծ հացեր չէին, փոքր, 2 ափի մեջ տեղավորվող գարե հացեր, 5 կտոր եւ 2 ձուկ։ Սա հացի առաջին բազմացումն է։ Մենք ավետարանի մեջ հետո երկրորդ բազմացումն էլ պիտի տեսնենք։ Եվ Քրիստոս պատվիրում է, որ նստացրեք, բոլորին խումբ նստացրեք, եւ այստեղ տեղի ունում ամենամեծ հրաշքը,
Քրիստոս հացը եւ ձկները վերցնելով երկինք նայելով օրհնում է, փառք է տալիս Աստծուն, ապա մանրում է նկանակները, տալիս է աշակերտներին, որպեսի բաժանեն եւ ձուկն էլ է տալիս։ Ու ավետարանը խորհրդավոր կերպով, առանց մանրամասնելու, առանց որևէ բացատրություն տալու, ասում է, որ կերան ու հագեցան։ Չի ասում ուղղակի կերան, բոլորին հասավ, բայց հագեցան նաև, մարդիկ կշտացան եւ հետն էլ այդ 5 փոքրիկ նկանակից ու ձկից 12 սակար լիքը իրենք հավաքեցին հետ, նկանակները հավաքեցին եւ նաեւ ձկներից։ Եթե մի պահ այսօրվա աչքերով փորձենք նայել 5000 հոգու 5 կտոր հացով կերակրել կամ 2 փոքրիկ ձկրով, անհնար է թվալում մեզ կթվա անհնար, բայց կարող ենք դառնալ ու ավետարանը մեկ անգամ եւս կարդալ ու տեսնել, որ հնարավոր է սա։ Ինչպես հասկանալ այս հրաշքը։ Որն է հացի բազմացման հրաշքի բացատրությունը։ Թերևս տարբեր բացատրություններ կարող ենք տալ։ Օրինակ, ոմանք շատ հանգիստ կարող են ասել, որ մենք հավատում ենք իսկապես, որ Քրիստոս այդ հացը եւ ձուկը օրհնելով բազմապատկեց, բազմացրեց, այնքան շատացրեց, որ մարդկանց տալով, կիսելով, մարդկանց փոխանցելով չէր վերջանում սա։ Չէր վերջանում, ինչպես որ յուրաքանչյուր պատարագի ժամանակ Սուրբ հաղորդության պարագային է լինում։ Հաղորդությունն էլ ինքը բաժանվում է, բաշխվում է բոլոր հավատացյալների միջև եւ երբեք չի վերջանում։ Չի էլ կարող վերջանալ։ Ես կարող եմ զարմանալի օրինակ բերել ինքս ինձ համար, հիշելով, որ տարիներ առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Երևանի Մայր տաճարում պատարագի ընթացքում, պատարագի վերջավորության երբ Սուրբ հաղորդություն ենք տալիս, մեկ նշխար էր ընդամենը սկիհի մեջ եւ ընդունված տարբերակն այս է, որ սկիհի մեջ մեկ նշխար պիտի լինի, որտեղ Քրիստոսի մեկ մարմին Քրիստոս է պատարակվում, մի քանի նշխար չպիտի լինի։ Դրա համար նախկինում մեծ վանքերում կամ մեծ ծուխեր ունեցող, մեծ համայնքներ ունեցող եկեղեցիներում սկիհերը բավական լայն բերան ունեին ու հետեւաբար նշխարն էլ մեծ էր թխվում։ Մեկ նշխարով, փոքրիկ մեկ նշխարով 700-ից ավել հավատացյալի հաղորդություն եմ տվել։ Այսօրվա պես հիշում եմ, ես չեմ կարող ասել ինչպես էր, բայց բաժանվեց, բաշխվեց Քրիստոսի մարմինը հավատավոր մարդկանց միջև ու չվերջացավ։ Ու ոչ ոքի համար պակաս չեղավ։ Ուրեմն առաջին տարբերակը այս հրաշքի այն է, որ իսկապես Քրիստոս բազմացրեց հացը եւ ձուկը, որ հաղորդության օրինակն ունի նաեւ։ Բայց կա նաեւ մեկ այլ տարբերակ։ Երկրորդ տարբերակը, որ ասում են, թե միգուցե հենց 5 նկանակն ու 2 ձուկն է բաժանվել 5000-ի միջև, չի ավելացել, չի շատացել։ Եվ սրա վրա են հենց օրինակը բերում հաղորդության, մասնավորեցնելով, որ հաղորդության նշխարն էլ մեկ նշխար է, բայց բաժանվում է բոլորի միջև ու բոլորին բավականեցնում է։ Եվ սրա հետ մեկտեղ ասում են, որ հոգևոր այն վիճակը, որի մեջ գտնվում էին բոլոր այս հավատացյալները, բոլոր Քրիստոսին հետևող այս մարդիկ, այս մարդկանց բազմությունը, խոսքերից, Քրիստոսի քարոզչությունից հագեցել էին արդեն։ Իրենց համար շատ կարևոր էլ չէր ինչ կլիներ ուտելու։ Մի փշրանքը նույնիսկ կարող էր հագեցնել, ինչպես որ նորից Սուրբ հաղորդության պարագային շատ հավատավոր մարդիկ, շատ քրիստոնյաներ եկեղեցու հետ կապ ունեցող անձին կարող են ասել, որ Կիրակի օրը ամբողջ օր առավոտվանից սկսած հաց չկերած, պատարագին մասնակցելով, հաղորդություն ստանալուց հետո հաց չես ուզում ուտել։ Հագեցած ես, կուշտ ես, ուտելու կարիք չես զգում։ Բայց կա նաև շատ սքանչելի մի երրորդ տարբերակ, որ առավելաբար ժամանակակից աստվածաբանների կողմից է առաջ քաշվում։ Մենք գիտենք, որ որևէ հրյա եթե ճանապարհ է ելնում, իր հետ պահուստային իր ուտելիքը տանում էր։ Ուրեմն հնարավոր է, որ այս մարդիկ իրենց հետ ուտելիք ունեին, իրենց հետ կերակուր ունեին այս մարդիկ։ Եվ երբ որ Քրիստոս նստեցնում է բոլորին, ինքը օրհնում է եւ ստեղծում է մի վիճակ, հոգեվոր մի վիճակ, որտեղ որ այլևս ոչ ոք միայն իրենը չէր պահում իրեն, միայն իր համար չէր պահում իր ուտելիքը, այլ ամեն մեկը ով ինչ ուներ, դնում էր դիմացինի առաջ եւ բոլորը միմյանց բաժնեկից էին դառնում։ Եվ սա պակաս հրաշք չէ,
Սա ավելի փոքր հրաշք չէ, քան այն, որ Քրիստոս կարող էր ուղղակի հացը շատացնել, բազմացնել։ Այս էլ հրաշք է, երբ որ մարդու սիրտը Քրիստոս կարողանում է այնպես փոխել, որ մարդը այլևս անձնակենտրոն չի լինում։ Ինքը միայն իր մասին մտածող չի լինում։ Մտածում է, որ իր կողքից կախված այդ պարկի մեջ, որ կա մի կտոր պանիր, մի կտոր հաց, երկու չորացրած ձուկ, ինքը հանում է եւ կիսում է դիմացինի հետ, առանց հաշվի առնելու այդ դիմացինը ինչ որ բան ունի իր հետ կիսելու թե չէ։ Սա էլ պակաս հրաշք չէ։ Մայր Թերեզային մեկ անգամ հարցնում են, թե այսքան մարդկանց օգնում ես, այսքան աղքատների գերակրում ես, փորձում ես օգտակար լինել հնարավորինս շատ մարդկանց, բայց ասում են, ես չեմ կարողանում, որովհետև միայն այն, որ մտածում եմ շատ են այդ մարդիկ, որ ինչ էլ անեմ, միևնույն է, բոլորին չեմ կարողանալու կերակրել, ես հուսահատվում եմ, որովհետև շատ են, ու դու էլ Մայր Թերեզային է դիմում, ասում է դու էլ այդքան մարդու գիտես, որ բոլորին չես կարող հասնել, բոլորին չես կարող աջակցել, կերակրել, խնամել։ Եվ Մայր Թերեզայի պատասխանը լինում է հետևյալը. դու մեկ հոգու կերակրիր։ Դու մի մտածիր բոլորին կերակրելու մասին, բայց դու մեկ հոգի գտիր, այդ մեկ հոգուն կերակրիր։ Մեր եկեղեցու, մեր քրիստոնեական, կարող ենք ասել նաև ազգային ինչ որ չափով ավանդական ծեսերից կամ բարեպաշտական արարողություններից մատաղի օրհնությունն ու մատաղ բաշխելն է։ Այստեղից է գալիս։ Երբ որ դու գոհություն ես հայտնում Աստծուն, քեզ հետ տեղի ունեցած մի լավ դեպքի համար, քո ուխտի կատարման համար, որևէ դեպքի համար մատաղ ես անում, եւ այդ մատաղը ոչ թե կիսում ես քո մտերիմների հետ, քո հարևանների հետ ու հետո նայում ես թե իրենք մատաղանելուց քեզ վերադարձրեցին թե չէ, այլ այդ մատաղը դառնում ես այնպիսի մի վայր, այնպիսի մի մարդու, այնպիսի մի ընտանիքի ես տալիս, ովքեր որ ուզենան էլ քեզ չեն կարողանալու շնորհակալություն հայտնել։ Ինչու՞։ Որովհետև իրենց փոխարեն Աստված ավելիով պիտի մեզ հատուցի։ Ուրեմն Քրիստոսի խոսքը նաև այսօր է իրական։ Ուրեմն սիրելիներ, հացի բազմացման ավետարանական այս դրվագը թող մեզ խորհելու, մտածելու առիթ տա։ Նախ այս դրվագին նախորդող հատվածի մեջ եղած խորհրդի պես մենք էլ փորձենք երբեմն առանձնանալ մեր հոգևոր կյանքի լիցքավորման, սնուցման համար եւ ապա նայենք, թե ում կարող ենք օգտակար լինել։ Ինչպես որ Քրիստոս հացը բազմացրեց եւ մարդկանց մեջ սեր արտնացրեց, միմյանց այդ հաց կիսելու առիթ տվեց, նույնպես եւ մենք։ Նայենք, թե որքանով ենք Քրիստոսի խոսքը կատարում եւ մեր ունեցածը կիսում դիմացինի հետ։